Իմպիչմենտի գործընթացը, որպեսզի դրական արդյունք բերի, միաժամանակ պետք է 4 բաղադրիչ միաժամանակ տեղի ունենա։ Առաջինը, որ պետք է 36 падգամավոր ստորագրեն, որ նախաձեռնում են այդ իմպիչմենտի գործընթացը, երկրորդ, որ պետք է անպայման այդ նամակի մեջ, որ դիմվելու ազգային ժողովին ներկայացված լինի վարչապետի իրենց թեկնածուն, երրորդ, որ պետք է 72 ժամվա մեջ նիստը կայանա եւ 72 ժամվա մեջ ազգային ժողովը որոշում կայացնի վարչապետի ամստահություն հայտնելու վերաբերյալ։ Այսինքն, այս ամեն ինչը պետք է միաժամանակ տեղի ունենա, որպեսզի մենք համոզված լինենք, որ սա դրական արդյունք կտա եւ սկսենք այս գործընթացը։ Այո, ենթադրենք 36 ստորագրությունը հավաքվեց։ Մենք համոզված ենք, չէ, որ այն 18 քվեն, որ պետք է անվստահություն հայտնելու համար, որոնք պետք է տային ԿՊԱ-ականները, պետք է մենք արդեն ապահոված լինենք։ Իսկ առավել քան համոզված ենք, որ որպեսզի մենք կարողանանք ապահովել 18 քվ ԿՊ-ից, մենք պետք է ունենանք հանրային մեծ ճնշում փողոցում։ Հիմա այստեղից հարց. Արդյոք Էդմոն Մարուքյան թեկնածուն այն թեկնածուն է, որը պետք է առաջացնի այն հզոր փողոցային ճնշումը, որը կբերի 18 քվ։ Սա շատ լուրջ հարց է։ Եվ բացի դա, արդյոք Էդմոն Մարուքյանը ըստ էության ինքը այդ հանրության ճնշում առաջացնող թեկնածուն է, եւ արդյոք Էդմոն Մարուքյանը այն թեկնածուն է, որը հականիկոլիզմի պայքարի թեկնածուն պետք է լինի։ Ես խիստ կասկածներ ունեմ այդ ուղղությամբ, բայց մյուս կողմից ըստ էության, եթե խոսքը վերաբերվում է մեր խմբակցության վերաբերմունքին, ապա մեր խմբակցությունը վաղուց արդեն հայտարարություն տվել է, որ եթե կա առաջանան, եթե կան հայտնի են այդ 8 ստորագրությունները, ապա այդ պարագայում նոր խմբակցությունը կսկսի քննարկել թեկնածուի հետ որոշակի հարցադրումներ։ Բայց արդեն ստորագրություն կա, եթե որտեղ են է, եթե, բայց այստեղ ձեր ասացի մեջ ասում բանալի բառը եթեն է։ Մենք էլ ենք ասում, եթե մենք տեսնենք այդ 8 ստորագրությունը, կարող ենք սկսել քննարկում։ Հիմա եթե իսկ պատիվ ունեմը հստակ ձևակերպել է, որ իրենք Էդմոն Մարուքյան թեկնածուով իմպիչմենտի այդ գործընթացին չեն միանալու։ Եթե թեկնածուն փոխվի, այդ դեպքում հնարավոր է։ Էլի նույն խնդիրն է, եթե հայտնի լինի թեկնածու եւ եթե ունենանք այդ 8 ստորագրությունը մեր արժեվ դրված, կսկսենք քննարկումը, բայց ոչ են ունենք, ու այսպես անիմաստ տեղը քննարկում ենք եւ չգիտեք ինչ նսեմացնում ենք այդ իմպիչմենտի գործիքի կիրառման իմաստը։ Իսկ Տիկին Գյուրանյան ամեն դեպքում ինչու դուք թեկնածու չեք առաջադրում։ Խնդիրը որն է, ասում են որպես ընդդիմադիր մեծ խմբակցություն, հենց հասկացանք, բայց ես նշեցի, չէ, որ իմպիչմենտի գործընթացը որպեսզի արդյունք տա, դրական արդյունք տա, իսկ մենք եթե գնում ենք այդ գործիքը կիրառելու, գնալու ենք դրական արդյունքի ակնկալիքով։ Դրա համար մենք պետք է ասում եք մենք կմիանանք, այդ դեպքում երբ կձայնը մնում, հնարավոր է բայց ես էլի եմ ասում, խնդիրը 36 ստորագրությունը չի միայն։ Խնդիրը հանրային լայն ճնշում առաջացնելով 18 ամենակիչը 18 ԿՊԱ-ական քվ ունենալն է, բայց որպեսզի դու 18 հաստատ քվ ունենաս ԿՊ-ից, դու առնվազն 25-30 չնախատես, ասենք հաշվարկված կողմնակից ունենաս ԿՊ-ից։ Հասկանում եք, այս ամեն ինչը պետք է մեկտեղ դնել, որովհետև սկսել գործընթացը հետո ասել տեսնենք, էլի 36-ը ստորագրել ենք թեկնածու, սա է հանրային ճնշում կառաջանա 18-ը կունենանք, թե չէ, դա աբսուրդ է։ Մենք ունենք 72 հստակ սահմանված ժամ, ոչ 1 րոպե պլյուս, ոչ 1 րոպե մինուս։ Այսինքն դու գործընթացը սկսում ես, նշանակում է պետք է հաշվարկված սկսես։ Իսկ այսօրվա մեր հաշվարկներով, այսօր այդ պահը չի, բայց ոչ մեկը չի ասում, որ այդ գործիքը չի կարելի, որ չենք օգտագործելու, եւ ընդհակառակը օգտագործելու ենք, բայց ճիշտ ժամանակին, ճիշտ հաշվարկված, որպեսզի մենք հասնենք մեր ուզած արդյունքին։ Տիկին Գյուրանյան, մի կողմ թողելով Էդմոն Մարուքյանի այսպես կերպար որպես վարչապետի թեկնածու, որ առաջադրել են, բայց պատիվ ունեմը հստակ հայտարարել է, որ եթե թեկնածու լինի, իրենք անվերապահորեն կմիանան, այսպես ասած, այդ թեկնածուին եւ դեռ չգիտեին ով կարող է լինել, հիմա ասում են, որ սա ինչ է։ Գիտեք, ինչ որտեղ ես հասկանում եմ պատիվ ունեմի այդ վերաբերմունքը, որովհետեւ ըստ էության պատիվ ունեմը շատ հստակ բացատրել է, որ Էդմոն Մարուքյան կերպարը իրենց համար Նիկոլ երկու կերպարն է։
անկեղծ ասած, ես իմ բոլոր ելույթներում մինչև այդ Վանաձորին նվիրված մտիմ ընտրությունների նվիրված բոլոր ելույթներում ես նման կերպ բնութագրել եմ Էդմոն Մարուքյանին։ Էդմոն Մարուքյանը լրիվ Նիկոլ Փաշինյանի այն ասма թելով, հա, ասեղը թելով մարդն է, նա լրիվ նիկոլիզմի գաղափարախոսության կրողն է եղել, այդ ոնց եղավ որ հիմա փոխվեց։ Ես չեմ հավատում նման փոփոխությանը, եթե իհարկե դա նպատակային ձևական փոփոխություն չի։ Դուք շարունակում եք պնդել, որ սա ըստ էության այն առաջին հայտարարությունը, որ այս ամեն ինչը արվում էր Հայաստան դաշինքին թիրախավորելու, այսպես փակուղի մեջ դնելու, այսպես եթե չեք միանում, ուրեմն ճիշտն ասած, գիտեք, ես շատ ներողություն, բայց այդքան լուրջ չեմ համարում այն մարդկանց, ում կարծիքը այդպես պնդում է, որ Հայաստան դաշինքին նրանք կարող են փակուղու մեջ դնել։ Հայաստան դաշինքը իր հաշվարկված գործողություններն ունի, իր հաշվարկված մոտեցումներն ունի, եւ եթե իրենց թվում է, որ դրանով Հայաստան դաշինքին կարող են փակուղու մեջ դնել, ապա չարաչար սխալվում են։ Ընդհակառակը իրենք իրենց էությունն են բացահայտում։ Իրենք իրենց ծրագրային մոտեցումներն են բացահայտում։ Ես այստեղ ոչինչ ուրիշ չեմ տեսնում։ Տիկին Գյուլիան, իրենք մի պատճառաբանություն են բերում, ասում են, եթե հերթական ընտրություններով իշխանափոխություն լինի, Նիկոլ Փաշինյանը կարողանալու է վարչական ռեսուրսներ կիրառել եւ թափանցիկ արդար ընտրություններ չեն լինի, բայց եթե հիմա մենք այս գործընթացում անենք, այդ ժամանակ Փաշինյանը չի կարող իր իշխանական լծակը։ Այո, շատ ճիշտ է, բայց այդ պարագայում դու պետք է այդ պարագայում Էլի եմ կրկնում, մենք այդ գործիքի կիրառումից չենք հրաժարվում, բայց այդ գործիքը պետք է կիրառել ճիշտ ժամանակին, ճիշտ հաշվարկված, որ արդյունք տա։ Հակառակ պարագայում մենք հեշտացնենք Նիկոլ Փաշինյանի գործը, որովհետև եթե այդ մտավ նման հարցադրում ազգային ժողով եւ ազգային ժողովի պատգամավորների կեսից ավելին կողմ չքվեարկեցի, նշանակում է մենք 6 ամիս Նիկոլ Փաշինյանի դեմ ընդհանրապես նման գործընթաց սկսելու հարցադրման հարցը փակում ենք։ Այդ իմպիչմենտի հարցը փակում ենք, այսինքն մենք երբևիցե չենք ասել, որ այս գործիքը չենք օգտագործելու։ Մենք ասել ենք, այս գործիքը կօգտագործվի ճիշտ ժամանակին, ճիշտ հաշվարկված, երբ որ համոզված լինենք, որ ունենք այդ համապատասխան փողոցային ճնշումը գեներացնելու հիմքերը եւ ունենք նաեւ այդ 18 պլյուս քաղաքապայի տեխնատուները, որոնք բան կտան, կողմ կքվեարկեն։ Եթե դու չունես այդ ամեն ինչ, այդ նշանակում է դու միայն Նիկոլ Փաշինյանի ջրաղացին ջուր ես լցնում։ Դա եմ ասում, երեք Ռոբերտ Քոչարյանը ակնարկել էր, որ իսկ ինչ գիտեք, որ սա Նիկոլ Փաշինյանի ձեռնտու չէ, այսինքն այո, 6 ամիս կշահի եւ հանրությանը ցույց տալ, որ խորհրդարանը, միջազգային հանրությանը, որ տապալվել է այսպես impeachment անվստահության գործընթացը եւ ավելի նոր այսպես եւ գիտեք ոչ միայն 6 ամիս կշահի Նիկոլ Փաշինյանը, այլ նաեւ մենք կունենանք մի հատ շատ ավելի լուրջ բացասական հետևանք։ Հանրությունը այլևս փողոցային ճնշման վրա հույս չի դնի եւ եթե գա այդ պահը ինքը այլևս փողոցային ճնշման դուրս չի գա, որ եթե հաշվարկված պետք է փողոցային ճնշումով սկսել այդ իմպիչմենտը, նա արդեն կկորցնի վստահությունը թե այս գործիքի կիրառման եւ թե նրան փոխելու հնարավորության շուրջ։ Եվ հետեւաբար մենք կունենանք շատ ավելի լուրջ բացասական հետևանք, այն է հանրության վստահություն իմպիչմենտի գործիքի նկատմամբ եւ փողոցային պայքարի մեջ մտնելու ուղղությամբ։